Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայքէջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ դիտողներ։ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Կարեն Օհանյանի Նուրբ բան վերնագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է արվեստագետի վերջին շրջանի աշխատանքները։ Հայաստանյան ցուցադրությունից հետո այս նախագիծը կներկայացվի նաև Շարժայի 17-րդ միջազգային բիենալեում։ Մենք ցուցահանդեսի համադրող Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի համահիմնադիր ու նաև համահիմնադիր Թամար Հովսեփյանի հետ այսօր զրուցելու ենք այս ցուցահանդեսի մասին ու նաև հարակից այլ թեմաների մասին, ինչը վերաբերում է արվեստին։ Շնորհակալություն մեզ հյուր ընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Թամար, եկեք մեր զրույցը սկսենք ցուցահանդեսի կոնցեպտի ու անվան հետ կապված, անվան շուրջ, ինչու ընտրվեց հենց այս անվանումը։ Արվեստը նուրբ բան է, կյանքը նուրբ բան է եւ հատկապես Կարեն Օհանյանի գեղանկարչությունը այս նուրբ բաների մասին է։ Որի շուրջ հաճախ լռում են, հա։ Որի շուրջ հաճախ, այո, բաներ, որոնց մասին հաճախ դժվարանում ենք խոսել, բարձրաձայնել, հասարակական քննարկումների բերել եւ բան բառը նաեւ մեզ մոտ ունի խոսքի իմաստը եւ Կարենը հղում է անում դրան գործերում, բանը որպես գիտելիք եւ բանը որպես հենց նյութերը, որոնք Կարեն Օհանյանը օգտագործել է իր գեղանկարչությունը ստեղծելու համար։ Եվ այն նյութերը, որոնցից կազմված են մարմինները, իրերը ու նաև ինչպես նշվում եմ իմ տեքստում, իշխանական համակարգերը։ Շատ լավ, ես որքան հասկացա նյութը, որ օգտագործել է, ոչ ստանդարտ նյութեր էին, կարծեմ մոմի հետ կապված այդտեղ աշխատանքներ կային, դա էլ է կա դրա հետ ինչ որ ձևով առնչվում, ոչ ստանդարտ նյութեր օգտագործել է։ Այո, այս բարդ թեմաների մասին Կարենը խոսում է գեղանկարչական բարդ լեզվով։ Նույն կերպ ինչպես որ խնդիրներն են շատ բարդ, Կարենը խոսում է գեղանկարչական բարդ լեզվով եւ տեխնիկան բավական երկար փնտրտուքների արդյունքում է գտել ու փխրուն շերտերից են բաղկացած այս կտավները։ Մի քանի տարբեր նյութերի տարբեր շերտեր։ Ինչպես նշեցիք, արդեն մոմը, բայց դրանից առաջ կտավի վրա յուղաներկով եւ ակրիլով արած ֆիգուրատիվ կոմպոզիցիաներ են, որոնք հետո փակվում են մեկ տրիպտիխի պարագայում կարմիր բիբարի փոշով եւ հետո որի վրա մեջտեղում թողնելով բացություն, որտեղից կարելի է տեսնել ֆիգուրատիվ այդ կոմպոզիցիաները, նշույլները, կտորները, շատ տաք հայկական եկեղեցական հալած մոմ է լցնում արդեն հորիզոնական փռված կտավի վրա։ Այո, մեզ լսողները եւ դիտողները վստահ եմ, որ շատերը չեն ճանաչում արվեստագետին, արվեստագետն էլ այստեղ չէ ցավոք, ինչ որ պատճառով շատ ուրախ կլինեինք, եթե նա նույնպես մասնակցեր հաղորդմանը։ Եթե փորձենք 1-2 բառով բնորոշել Կարեն Օհանյանի արվեստի առանձնահատկությունը, ես գիտեմ իրեն արվեստագետ, ակտիվիստ որպես, ով քննադատական հայացք ունի ոչ միայն արվեստի ու մշակույթի հանդեպ, այլ նաեւ քաղաքական սոցիալական, հասարակական հարցերի մեջ է այսպես ներգրավված միշտ ակտիվորեն եղել տարիներ շարունակ ու նաև գիտեմ, որ Արտ լաբորատորիա քաղաքական արվեստի խմբի հիմնադիրներից է եղել, համահիմնադիրներից մեկն է եղել եւ հենց այդպիսին է իր արվեստը ու նաև գուցե իր քննադատական վերաբերմունքից ելնելով է, որ նա չի երևում այսպիսի հաստատությունների, ինչպիսին օրինակ Հանրային ռադիոն է կամ Հայաստանի ազգային պատկերասրահը, որքան էլ որ իր գործերը ցուցադրվում են այնտեղ, չէ։ Այո, կա այդպիսի բան եւ ինձ թվում է Կարենը եւս եւ ես նույնպես համարում ենք, որ արվեստագետին պիտի ճանաչել իր արվեստով եւ իր գործերով եւ հա, կարծես թե ինքն իր գործն արել էր եւ հիմա աշխատանքները կախված են ազգային պատկերասրահում եւ մենք մեծ հույս ունենք, որ ավելի հասարակության լայն շրջանակներ կհասցնեն գործերը տեսնել։ Քանի որ այս գործերը նոր են, եթե համեմատենք իր նախորդ աշխատանքների հետ, ինչ փուլ է անցել նա որպես արվեստագետ եւ ինչ
այսպես զարգացումներ են եղել իր արվեստում։ Տեսեք, ըստ ինձ, այն ինչ որ մարդը երևի պիտի անի կյանքում ապրելու համար, որը այդ համարձակությունն է անընդհատ փորձելու, անընդհատ նոր հնարավորություններ ու հորիզոններ բացելու, Կարեն Օհանյանը անում է իր արվեստով։ Եվ այդ պատճառով, եթե Կարեն Օհանյանի արվեստին ծանոթ եք, տեսնեք, որ նրա ոչ մի շրջանը եւ մյուսին նման չէ, այնուամենայնիվ կա մի գիծ, այդ գույնի, հատուկ այդ ֆորմայի քսվածքով Կարենի արվեստի այդ շարունակականությունը երևում է իր բոլոր շարքերում։ Եվ նույնիսկ այս շարքերում հղումներ կան իր նախկին շարքերին։ Եվ կապույտը այս պատահական չի, որ կոչում եմ Կարեն Օհանյանի կապույտ, այդ կապույտը իր բոլոր գործերում կա, շատ յուրահատուկ կապույտ է, այո։ Եվ ոչ արվեստագետները շատ մեծ սիրով, այսինքն արվեստից չհասկացող մարդիկ շատ մեծ սիրով լուսանկարվում էին այդ ֆոնին, իսկապես շատ տպավորիչ կապույտ էր։ Այո, կարծես մի քայլ առաջ են գնում գեղանկարչության սահմանները, մի ուրիշ տեղ են հասցնում։ Մենք ինքը գեղանկարչական մակերեսի վրա, ասենք այդ համարձակությունը, որ մեզ կյանքում պետք է, Կարենը ցույց է տալիս իր արվեստով, թե ինքը ինչքան համարձակ է։ Գեղանկարչական մի հարթության վրա, կտավի վրա, ինքը միանգամից խոսակցության մեջ է բերում եւ ֆիգուրատիվ արվեստի համաշխարհային ժառանգությունը, եւ աբստրակտ էքսպրեսիոնիզմը, եւ մինիմալիզմը։ Դրա համար լուրջ համարձակություն է պետք։ Այդ ամենը բերելու մի հարթության մեջ, խոսակցության մեջ։ Հետաքրքիր է, իր արվեստը կարող ենք բնորոշել, որ ինչ որ իմաստով փորձարարություն է, անընդհատ փորձարարական թեմաներով կամ ինչ որ նոր բաներ հորինելու կամ ստեղծելու ինչ որ իմաստով։ Անընդհատ իր արվեստը նոր հնարավորություններ, նոր սահմաններ բացելու մասին է։ Հենց գեղանկարչության միջոցով եւ ինքը այդ անում է հենց իր արժեվ այդ տեխնիկական բարդ խնդիրները դնելով եւ կտավները շատ դժվարությամբ են ստեղծվել, իրենք շատ մեծ են չափերով, բայց ստեղծվել են շատ փոքր տարածքում, որ ոչ մի արվեստագետ նման փոքր արվեստանոցում այդպիսի մեծ գործեր դժվար թե կարողանար ստեղծել։ Շատ լավ, իմ խոսքում ես նշեցի հատկապես ազգային պատկերասրահի այդպես ցուցադրվելու այդ երևույթը շեշտեցի, վերջին շրջանում մեր շատ արվեստագետներ արդեն սկսել են ցուցադրվել իրենց գործերը ազգային պատկերասրահի տարածքում, ինչը տարիներ առաջ կարող էր շատ այսպես զարմանալի թվար բոլորիս, ու այստեղ շատ կարևոր հանգամանք է նաև իր վերաբերմունքը, արդյոք նա նախապես գիտեր, որ պիտի այս գործերը հենց ազգային պատկերասրահի տարածքում ցուցադրվեր եւ կա արդյոք որոշակի հղում հաստատությանը։ Ինձ թվում է Կարեն Օհանյանի բոլոր գործերն են մեր Հայաստանի տեղային խնդիրների մասին եւ ազգային պատկերասրահը այդ խնդիրներից զուրկ չէ, ինքը որպես հաստատություն, որպես կառույց ունի բոլոր այն խնդիրները, ինչ որ մեր պետությունը։ Եվ այո, ինչ որ մի առումով հենց դրա մասին էլ Կարենի արվեստն է։ Արվեստը ստեղծելու ճանապարհը մինչև պատկերասրահ բերել հասցնելու մեր փորձառությունը, որը շատ ավելի դժվար փորձառություն է, քան այլ տեղերում։ Այո, շարժայի 17-րդ միջազգային բիենալեին մասնակցելը նույնպես շատ լուրջ իրադարձություն է, ինչպես է օրինակ տեղական համատեքստում ստեղծված օրինակ այս նախագիծը թարգմանվելու այնտեղ եւ որ ինչ կերպ է ներկայացվելու։ Չեմ կարող ասել ինչ կերպ է ներկայացվելու, որովհետև կուրատորը իմ սիրելի գոլեգա Անժելա Հարությունյանն է եւ նախորդ հարցին պատասխանելով գործերը ստեղծվելու ընթացքում, այո, արդեն պայմանավորվածությունները կային, որ պատկերասրահում այնուհետև շարժայի բիենալեում աշխատանքները կցուցադրվեն, շատ ուրախալի է, որ Հայաստանի ժամանակակից արվեստի տարբեր արվեստագետներ կմասնակցեն շարժայի բիենալեին, շատ կարևոր է Կարեն Օհանյանի պարագայում եւ հենց դրանում էլ կայանում է Կարենի գեղանկարչության կարևորություններից մեկը, որ որքան էլ որ այն տեղային է եւ նեղ անձնական,
այնուամենայնիվ Կարենը կարողանում է տեղայինի անձնականի միջոցով խոսել համամարտկայինի մասին։ Եվ ոչ միայն թեմաների առումով, որ թեմաները բռնության մասին են, տղամարդ եւ կնոջ, մարդ եւ բնություն հարաբերությունների մասին, հակասությունների մասին կյանքի, բայց հենց իր արվեստով, տեխնիկայով նորարարություն է այն ինչ որ ինքը արել է ընդհանրապես համաշխարհային գեղանկարչության համար ըստ ինձ։ Այո, այդպես համարել։ Դուք շատ եք շփվել, տեսել եք Նյու Յորքում շատ երկար տարիներ ապրել եք եւ հաստատ կարող եք ինչ որ իմաստով նաեւ համեմատել։ Չնայած ասում եմ պետք չէ, որովհետեւ արվեստագետը որ երկրում էլ որ ապրի, ինչ որ իմաստով առանձնահատուկ է իր գործով եւ իր ձեռագրով։ Այո, մեր երկրում եւ մեր շրջանում այնուամենայնիվ, բայց այո, տեխնիկան ես չեմ տեսել, այս տեխնիկա։ Բայց գոյություն ունի տեղական համատեքստ, այսինքն շատ տեղային խնդիրների մասին խոսող արվեստագետ նաեւ այդ դեպքում վիզուալն է գալիս փրկության, հա, կարելի է այդպես ասել։ Միասին են աշխատում, այո։ Այո։ Շատ լավ, եկեք մի փոքր խոսենք նաև ձեր գործից, թե դուք ինչպես եք ընտրել այս ցուցահանդեսում, ինչ որ ներկայացված է պատկերասրահում գործերը, ամեն դեպքում եղել են արդյոք ընտրություն եւ ինչն եք հաշվի առել կազմելով այդ բանը ցուցադրությունը։ Այս ցուցահանդեսը յուրահատուկ էր նրանով, որ նախորդ ցուցադրությունները եւ Կարեն Օհանյանի եւ մյուս արվեստագետների հետ որ աշխատել ենք, աշխատանքները արդեն կային, աշխատանքները արդեն ստեղծված էին եւ այո, ինչ որ չափով ես ունեի ընտրություն կամ գիտեի ինչ եմ ցուցադրելու։ Կարեն Օհանյանի այս աշխատանքների պարագայում ես մոտավորապես գիտեի թե ինքը ինչ է անում, ամբողջ ընթացքում մենք միասին խոսում էինք, ես աշխատանքների process-ին ծանոթ էի, տեսնում էի, բայց ցավոք նաեւ ժամկետներից ելնելով այնպես եղավ, որ վերջին գործը ինքը ավարտեց, ես էլ տեքստս էի արդեն ավարտել եւ հետո ես տեքստում պիտի փոփոխություն մտցնեի նրա հիման վրա, թե ինքը ինչ էր որոշել բաց թողնել այդ վերջին կապույտ կտավում եւ ինչը ծածկել։ Եվ այդ լրիվ փոխում էր ամեն կոնցեպտը ցուցահանդեսի իմաստը։ Այս պարագայում արդեն գիտեինք գործերը, թեմաները եւ քանի գործ է լինելու եւ բաժանումը արեցինք այդպես, քանի որ երկու տրիպտիխ են, մեկը կարմիր, մեկը կապույտ, արդեն շատ բնական էր այդ ցուցադրության բաժանումը եւ ինչպես պիտի ցուցադրվեն իրեն, քանի որ տրիպտիխները երեքը մի սրահում միասին, այդ առումով մի քիչ ավելի հեշտ էր իմ գործը այս պարագայում։ Երբ ես նայում էի գործերը, միշտ մտածում էի, ասենք, ինչու նուրբ բան, հետո հասկացա, ձեզ հետ էլ կիսվեցի մեր զրույցից առաջ, եթերից առաջ, որ օրինակ նուրբ բաների մասին խոսում են շատ այսպես ընդգծված ֆոնի վրա, չէ, շատ ավելի վառ ֆոնի վրա պիտի խոսել նուրբ բաների մասին, որպեսզի այսինքն տեսանելի լինի ինչ որ իմաստով։ Ասելիքը տեղ հասնի։ Այո, ասելիքը տեղ հասնի։ Այո, եւ այդ մասին մտածել եք կամ գուցե արվեստագետն է մտածել, ձեզ հետ կիսվել է։ Տեսեք, Կարենը այդ անում է նորից շերտերի միջոցով։ Կտավները շատ մեծ են, արդեն իրենց չափերով, այդքան էլ նրբություն չեն ենթադրում։ Եվ նաև այդ գունային մեծ ծավալը, որ կտավի մակերեսի մեծ մասը ծածկված է մոնոխրոմ մեկ գույնով, դա էլ այդքան նրբություն չի, որտեղ ունի ինքը շատ ճնշող, տենց մեծ ազդեցություն։ Ու հետո մեջտեղի այդ բացվածքները եւս այնտեղ տեսնում ենք ժեստային, абստրակտ էքսպրեսիոնիստական ձևով արված գեղանկարչությունը, ու հետո վրան էլ տաք եկեղեցական հալված մոմալեցում, այսինքն process-ի մեջ այդքան էլ նրբություն չկա, բայց այդ շերտերը իրար վրա գալով, թե ինչպիսի մի նրբություն են ստեղծում ընդհանուր կտավի համար, որ իրեն պետք է շարժել շատ զգույշ եւ շատ դանդաղ, որպեսզի չվնասվի, եւ ինձ թվում է Կարեն Օհանյանը սրանով հենց այդ է ասում, որ արվեստը նուրբ բան է եւ պետքա շատ նուրբ վերաբերվել արվեստին եւ այս հենց քաղաքական հղումը, հասարակական հղումը, որ մենք արվեստին պիտի նրբորեն ուշադրություն դարձնենք մեր երկրում։ Իսկ ուշադրություն դարձրած չէ հիմա պատշաճ կերպով։
Չէ, իհարկե չէ, ժամանակակից արվեստի համար Հայաստանում չկան ռեսուրսներ, ժամանակակից արվեստագետները չունեն պայմաններ ստեղծագործելու, ժամանակակից արվեստը չկա ցուցասրահ, այո, նույն ազգային պատկերասրահի ցուցասրահները համապատասխան չէին Կարեն Օհանյանի այս աշխատանքները ցուցադրելու համար։ Մենք տեխնիկական մեծ դժվարություններ ունեցանք եւ պատերի կառուցվածքի հետ կապված, թե որտեղ ենք կախելու գործերը եւ լուսավորության հետ կապված։ Իհարկե մենք նորից արեցինք ամեն ինչ, որպեսզի այդ պայմաններում ունենանք շատ լավ արդյունքներ եւ կարծում եմ դա հաջողվեց։ Բայց այո, համապատասխան ցուցասրահներ չկան շատ բարձր առաստաղներով եւ մասնագիտացված լուսավորությամբ։ Պահանջեր ժամանակակից արվեստը, չէ։ Մի փոքր խոսենք Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի մասին։ Թամար, գիտեմ, որ այն աշխատում է Երևանում եւ Նյու Յորքում է ժամանակին աշխատել, հիմա արդեն ոնց որ թե համատեղում եք երկու քաղաքները։ Ինչ ձևաչափով է այն գործում եւ ինչ հիմնական խնդիրներ է լուծում ժամանակակից հայկական արվեստի հատկապես դաշտում։ Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկան ստեղծվեց 2022 թվականին իմ եւ իմ ընկեր գրող, թարգմանիչ, կինոռեժիսոր Քրիստոֆեր Աթամյանի հետ։ Ես արդեն փորձ ունեի Նյու Յորքում ցուցահանդեսների եւ տարբեր ցուցասրահներում ու թանգարաններում աշխատանքի ու ինձ անընդհատ այդ հարցը հուզում էր Նյու Յորքում ինչու հայ արվեստը չունի տեսանելիություն ու որոշեցինք Քրիսի հետ, որ միասին պիտի փորձենք եւ մի այսպես ասած pop-up ցուցահանդես արեցինք, որ ուղակի Չելսիում, որ այդ հայտնի ցուցասրահների թաղամասն է, տարածք վարձեցինք եւ 4 հայ, սփյուռքահայ կին արվեստագետների ցուցադրեցինք տարբեր սերունդների, շատ հաջող էր այդ ցուցահանդեսը եւ այնպես ստացվեց, որ առաջարկ եղավ, որ տարածք մեզ տան եւ մենք ցուցասրահ ունենանք հենց Մանհեթնում, չէին կարող ասել ոչ, թեպետ իրականում երբ որ ստեղծում էին կազմակերպությունը, մտածված կերպով այն ցուցասրահ գալերի չանվանեցինք, այլ պրակտիկա, որտեվ մեր նպատակն էր, որ աշխատելու ենք տարբեր ինստիտուցիաների հետ, հայ ժամանակակից արվեստը դուրս բերելու եւ այնպես ստացվեց, որ 2 տարի ցուցասրահ աշխատեց Մանհեթնում եւ ունեցանք տարբեր միջոցառումներ, 18 ցուցահանդես, գրական միջոցառումներ, քննարկումներ, համերգներ եւ շատ հաջող էր։ Անձնական ընտանեկան խնդիրների բերումով ես որոշեցի տեղափոխվել Հայաստան եւ հիմա մեր կազմակերպությունը աշխատում է ավելի վիրտուալ դաշտում, Քրիսը Նյու Յորքում է, ես Հայաստանում։ Մենք համագործակցում ենք թանգարանների հետ։ Փետրվարին Կարարայի ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Միքայել Օհանջանյանի ցուցահանդեսը, որը մինչև հիմա դեռ այնտեղ ցուցադրվում է։ Մինչ այդ աշխատեցինք Նյու Յորքի Լիբանանյան համալսարանի հետ Լիբանանի ժամանակակից արվեստը Նյու Յորքում ցուցադրելու եւ հիմա ազգային պատկերասրահի հետ ենք համագործակցում, ինչպես նաեւ Ալբերտ եւ Թովեբոյաջյան պատկերասրահի հետ, Գեղարվեստի ակադեմիայի, այսինքն ինստիտուտների եւ թանգարանների հետ ենք ավելի համագործակցում հիմա հայ արվեստ ցուցադրելու։ Շատ լավ, դուք ձեր խոսքում ասացիք, որ օրինակ Նյու Յորքում հաջող ցուցադրություններ ունեցաք, օրինակ ինչ է նշանակում Նյու Յորքում ունենալ հաջող ցուցադրություն, դա ինչ է ենթադրում։ Նյու Յորքում ունենալ հաջող ցուցադրություն մի քանի բան է ենթարկում, նախ որ դու Նյու Յորքի հանդիսատեսին ես ներկայանում քո արվեստով, երկրորդ որ հնարավորություն ես ունենում ինչ-որ չափով Նյու Յորքի շուկա մտնել, Կարեն Օհանյանի պարագայում ավելի հաջող էինք վաճառքի առումով, եւ երրորդ մի քանի արվեստագետներ, որ ցուցադրվեցին մեզ մոտ, նրանց մասին նաև Նյու Յորքի բավական կարևոր բլոգներում եւ newspaper լրատվամիջոցներում գրվեց իրենց ցուցահանդեսների մասին։ Այսինքն այդքանով իսկ այնտեղ հետաքրքիր է, այնտեղ մեծ հսկա շուկա է եւ շատ տարբեր, չէ, այդպես արվեստի տարածքներ կան, ցուցասրահներ եւ այլն, ասենք այնտեղ տեսանելի է հայկականը կամ ինչ որ ձևով տարբերվում է, կարելի է այդպես տենց ինչ որ։ Չէ, իհարկե չէ, ինչպես ասեցիք, Նյու Յորքում շատ բան է կատարվում, մրցակցությունը շատ մեծ է, չէ։ Եվ դրա համար էլի նաև մենք փորձեցինք այդ առիթը օգտագործել այդ կարճ ժամանակը ցուցասրահի,
փորձել ցուցադրել հայ ժամանակակից արվեստ։ Իսկ վաճառքներ լինում է, ասենք օրինակ, երբ ցուցադրում եք, հետաքրքրություն լինի, վաճառքներ լինեն, վերջո արվեստագետին նախ եւ առաջ դա է հետաքրքրում, ես գիտեմ, հատկապես հայաստանյան։ Այո, թերևս մենք շահույթ չհետապնդող կազմակերպություն ենք, բայց Նյու Յորքում մենք իրավունք ունենք վաճառքից գոյացած գումարը օգտագործել հետ կազմակերպության գործունեության համար եւ այո մենք վաճառում ենք նաեւ արվեստ ու բավական հաջողություններ ենք ունեցել շատ արվեստագետներ որ մեզ հետ ցուցադրվել են հետո իրենց գործերը գնվել են այդ թվում եւ շատ հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր արել մեզանից աշխատանք այո Ջուդի Սիմոնյանի աշխատանքը Շատ լավ։ Սովորաբար այսպիսի կազմակերպություններ շատ կան Հայաստանում էլ միշտ ինչ որ մի բանի պակասի արդյունքում, մի բացի արդյունքում ստեղծվում են այդ կազմակերպությունները, որպեսզի փորձեն այսպես արվեստի դաշտը ակտիվացնել ինչ որ իմաստով շատ հետաքրքիր է օրինակ ձեր կուրատորական պրակտիկան եթե այսպես բնորոշենք օրինակ ինչ բաց է ինչ կարևոր բաց է լրացնում կամ փորձում լրացնել որը չկա որը այսպես խնդիր է մեզանում ինձ թվում է կարևոր բացերից մեկը ռեսուրսների հնարավորությունն է։ Ունենք շատ լավ արվեստագետներ, որ չունեն ռեսուրսներ, չունեն դուրս գնալու հնարավորություն ցուցադրվելու, ինչ որ չափով մենք այդ հնարավորություններն ենք ստեղծում, եւ Կարեն Օհանյանի գործերը հնարավոր չէին ստեղծվի, եթե չլիներ աջակցությունը Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկան եւ Շարժայի արվեստի հիմնադրամը աջակցություն են ցուցաբերել, որպեսզի Կարենը կարողանա այս գործերը ստեղծել։ Ինձ թվում է այդ առաջին կարևորությունը, ֆինանսական այդ ռեսուրսներ ստեղծելը։ Երկրորդը, որ մենք ունենք արվեստի կացարան Նյու Յորքում, որ 2023 թվականից սկսեցինք, արդեն այսօր 4-րդ երիտասարդ արվեստագետն է գնացել Նյու Յորք եւ վերադարձել եւ դա շատ կարևոր կետ է երիտասարդ արվեստագետներին հնարավորություն տալ գնալ Նյու Յորք եւ տեսնել այդ արվեստը թանգարաններ ժամանակակից արվեստ այդ աշխարհահռչակ թանգարանները այցելելը աշխարհընկալումներ է փոխում Եվ հենց դրանով է ինձ թվում է արվեստը կարողանում աշխարհը փոխել, ոչ թե պատրաստի պատասխաններ առաջարկելով, այլ մեր աշխարհընկալումները փոխելով, համարձակություն տալով աշխարհին նոր հայացքով նայելու։ Եվ Կարենը հենց այդ համարձակությունը ունի իր արվեստով, ասենք կտավներից մեկում այդ բացվածքում դու տեսնում ես ձուկն ու կատուն։ Կարող են ձուկն ու կատուն երևակայել նոր հարաբերություններ։ Կարող է մարդը ու բնությունը մարդը երևակայել նոր հարաբերություն բնության հետ եւ նույնիսկ մարդ-մարդ հարաբերությունները, որ շատ նուրբ ու բարդ բաներ են։ Շատ լավ, վերադառնանք Կարեն Օհանյանի ստեղծագործություններին, այ որպես արվեստաբան, որ նայում եք կտրվելով այն փաստից, որ դուք կուրատորն եք, ի վերջո համադրողն եք ցուցադրության, ինչ եք տեսնում, ինչ շերտեր են երևում իր ընդհանրապես ստեղծագործության մեջ, ազդեցությունների շերտեր նկատի ունեմ, ասենք միջազգային եւ համաշխարհային արվեստի այսպես Այո, ինչպես արդեն նշեցի, հենց դրանով էլ Կարենի գեղանկարչությունը համարձակ է եւ կարեւոր, որտեւ ինքը խոսակցության մեջ է մտնում համաշխարհային արվեստի հետ։ Այդ կապույտ, այո, երկխոսություն։ Եվ միայն ինքը չէ, իրանց էլ է երկխոսության բերում։ Ինչպես ասեցի, այդ մինիմալիզմը, մոնոխրոմ այդ փոշու, որ Yves Klein-ը շատ հայտնի ձևով օգտագործել է նույն կապույտները, այո։ Եվ abstract expressionism-ը, Դեկունինգ, Գորկի, որ abstract expressionism-ի հայրերն են եղել, այդ ժեստային abstraction, այդ կտավի հորիզոնական դնելը, Pollock-ին հղում նույնիսկ անում, եւ ֆիգուրատիվ արվեստը, որ ասենք Կարենի ազդեցությունն է, ասենք Գոյա Կարենը շատ է սիրում եւ այնտեղ կան հղումներ Գոյային, բայց այդ տակի շերտերն են, որ դեռ պիտի բացվեն։ Իսկ հայկական արվեստին հղումներ չկան, երկխոսություն չկա հայկական արվեստի հետ։ Կարենի ամբողջ արվեստը երկխոսություն հայ արվեստի ժառանգության հետ։ Սարյանի հետ օրինակ, Մինասի հետ, այն ամենակուլտային արվեստագետների անուն տվեցի հիմա։ Գուցե երկխոսության մեջ է Սարյանի ու Մինասի հետ հակասությունների
հարթակում, բայց միջազգային արվեստում հաստատ եւ պատահական չէր, որ այդ սրահում, որտեղ ցուցադրվում են հիմա Կարեն Օհանյանի աշխատանքները, ինձ թվում է, դրանից առաջ Գորկու աշխատանքներ են տեղ ցուցադրվում եւ Գորկու նվիրված, երբ որ հրապարակում այդ պաստառը Գորկու իջավ ու Կարեն Օհանյանի պաստառը բարձրացավ, այդ ուրիշ մի շերտ էր, շատ հետաքրքիր, որ մենք ունեցել ենք Գորկի, բայց ինչքանով է Գորկին մեր եղել ու հիմա մենք ունենք Կարեն Օհանյան։ Հաջորդ, այսինքն իրավա հաջորդն է կարելի ասել Գորկու։ Այ Գորկու արվեստի հետ հաստատ երկխոսության մեջ են Կարենի կտավները։ Հաստատ։ Շատ լավ։ Իսկ այն ազգայինի, որը մենք միշտ ասում ենք ազգային արվեստ, դրա հետ ինչ հարաբերություններ կան, թեկուզ քննադատական։ Եթե գիտեք իհարկե։ Ազգային արվեստ անկեղծ ասելով ես էլ ինքս չեմ հասկանում։ Դե 60-ականներին ընդունված այդ ազգայինը, որ ասում են եւ ասում են, ահա սա ազգային կերպարվեստն է, ահա այն ազգային մշակույթն է եւ այլն։ Միայն նրանով երևի, որ շատ նուրբ հղումներ է անում մեր մշակույթին, մեր մտածողությանը, հա, հատուկ մեր մշակութային մտածողությունը, քննադատական, այո, շատ քննադատական։ Եվ պատահական չէ, որ այնտեղ վերջին կտավում Կապույտ տրիպտիխի կնոջ կերպար է, ով նստած գրում է պատմությունը, հա, եւ այդ արվեստա բանն է թերևս, որ գրում է բանը, ըստից։ Ու կինը, որպես այդ սերնդեսերունդ, գիտելիքի, փորձառության փոխանցման միջոց, գրող եւ փոխանցող, այո։ Ուրեմն Կարենի համար արդեն այդ տեսնում եք մշակութային այդ տարբերությունը, թե ոնց է կարևորում ինքը կնոջ դերը։ Լավ, եկեք ամփոփենք մեր զրույցը, Թամար, իհարկե կարելի է անverջ խոսել, բայց եթե արվեստագետը այստեղ չի, մենք չենք կարող իր արվեստի մասին շատ երկար խոսել, չէ՞։ Շատ լավ կլիներ, որ նա նույնպես այստեղ լիներ, ավելի հետաքրքիր զրույց կստացվեր գուցե։ Ամփոփելով այսօրվա մեր այսպես երկխոսությունը, ինչ է սպասվում առաջիկայում, այսինքն ցուցահանդեսը մինչև որքան կտևի եւ հետո ինչ զարգացումներ է ունենալու, ինչ գործընթացներ։ Սիրով, ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 5-ը, ապա գործերը կցուցադրվեն Շարժայի 17-րդ բիենալեում 2027 թվականի հունվարից մինչև հունիս, ու հետո կտեսնենք մեր կազմակերպությունը խոսակցությունների հիմա մեջ է Հարվարդի համալսարանի թանգարանի հետ, պիտի փորձենք ավելի շատ միջազգային հարթակներում ցուցադրել Կարեն Օհանյանին։ Եվ առհասարակ ձեր կազմակերպությունը հենց դրան էլ միտված է, որպեսզի մեր արվեստագետներին հնարավորինս միջազգային հարթակներում ցուցադրել, հա, որքանով հասկացա։ Այո, առաքելություններից մեկը հենց դա է։ Իսկ այն առաքելությունը, որի մասին մենք չհասցրեցինք ասել, բայց կարևոր է, չհասցրեցինք խոսել, կարող եք մեկ-երկու նախադասությամբ։ Որ առաքելությունը այն մասին, ինչի մասին չխոսեցինք։ Ինչի մասին չխոսեցինք, կարծում եմ խոսեցինք ամեն ինչի մասին, մեր կազմակերպության առաքելությունը հայ ժամանակակից արվեստին սատարելը, արվեստագետներին նոր հնարավորություն տալը եւ երիտասարդ եւ արդեն հաստատված եւ ընդհանրապես հայ արվեստի մասին լայն խոսակցություններ ծավալելու մասին է։ Շնորհակալություն Թամար հետաքրքիր զրույցի համար, ինձ թվում է այս հարթակն էլ է արվեստի մասին լայն խոսակցություններ եւ խորքային խոսակցություններ ծավալելու մասին, ինքս նույնպես միտված եմ դրան, որպեսզի մեր արվեստի մասին հնարավորինս շատ խոսվի, մեր արվեստագետներին հնարավորինս շատ ներկայացվի, որքանով է հաջողվում, դե դա արդեն կախված է մեր ընդհանուր ոնց որ գործունեության որակից եւ ձևից։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, սիրելի ռադիոլսողներ, Հայաստանի ազգային պատկերասրահում այս օրերին ցուցադրվում է Կարեն Օհանյանի Նուրբ բան վերնագրով ցուցադրությունը, նախագիծը, որը իսկապես շատ հետաքրքիր է, շատ վառ է, գունային էսպես հետաքրքիր էմոցիաներ եւ էներգիա է փոխանցում, գնացեք, տեսեք, ձեզ դուր կգա, հաստատ դուր կգա։ Իսկ իմ հյուրն այսօր ցուցահանդեսի համադրողն էր Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի համահիմնադիր Թամար Հովսեփյանը։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։
Վերնատուն